Նախորդ դասին մեր արածային էր, որ տեսանք, որ մոդելները կարան տենց խայտարակ ձևի overfit անեն, այսինքն training-ի error-ը տեսնենք, որ ֆանտաստիկ է, ասենք 0.001 է training error-ը, բայց պարզվի, որ մոդելը ոչ մի բան էլ չի հասկացել, ընդհանրապես ուղղակի բռնել է, տենց անամոթավարի ամեն ինչ անգիր է արել ու վերջ, ոչ մի օրինաչափություն, ոչ մի բան։ Ու ոնց որ այդ overfitting-ի դիմաց պայքարելը մնաց օդի մեջ, բա հիմա ոնց ենք կռիվանում։ Մեր այսօրվա առաջի կտորը դասի լինելու է թե հենց ոնց ենք կռվում overfitting-ի դեմ ու դրա անունն է ռեգուլարիզացիա։ Որպես օրինակ, ստեղ եթե պատկերացնենք մի հատ տվյալներ, որ առաջացել են AES գծից, բանից, խորանարդային գծից, պլյուս ինչ որ աղմուկ, հիմա այս տվյալները բաժանվել են train ու test-ի, կապույտ ու կարմիրով, ու train-ի վրա մոդել ենք սարքել։ Հիմա կարա մոդելը մեր մոտ լինի AES դեղինը, որ նայեք ինչ կարգի է տանջվել, որ ստեղ բոլորս կարմիրներով անցնի, ինչքան հնարավոր է։ Բայց իրականում տես լավ հավեսով շեղվել է իրականությունից ու եթե նայենք իր թեստի վրա սխալանքը ինքը 7800 է, train-ի վրա սխալանքը 385 է։ Մենք հիմա կսովորենք, թե ինչ լամդա պարամետր կարանք օգտագործենք, որ այստեղ իր մեծ պարամետրերին պատժենք ու ինքը դառնա տենց շատ ավելի թեթև ավելի խելոք մոդել, օրինակ ստեղ այդ լամդա կոչվածը 0 է դրած, հեսա կսովորենք թե լամդան ինչ է, բայց որպես օրինակ, եթե լամդան դնենք ինչ-որ նորմալոտ թիվ, արդեն գրաֆիկը դառնում է շատ ավելի մոտիկ իրականությանը, ու նայեք train ու test-ի error-ներն իրար շատ մոտիկացան, ստեղ մի քիչ պատժեցինք մոդելին, ասենց ինչ-որ fix-tool բաներ անելու համար, ու եթե շատ պատժենք, մոդելը ուղղակի կասի ես հանձնվում եմ ու կդառնա ըստ էության ուղղակի բան, ուղիղ գիծ, այստեղ էլ արդեն ինքը նաև underfit է սկսում անել, երբ որ շատ ենք պատժում։ Բայց մենք հասկանանք այդ պատժելը ինչ է, ինչով արվում, ընդհանրապես ինչ գործիքներ ունենք։ Ընդհանուր կխոսանք, թե ինչի ռեգուլարիզացիա օգտագործել, ինչ բան է bias variance trade-off-ը մի հատ էլ կկրկնենք, ունդեղ մի հատ նոր տերմին կսահմանենք մեր համար, որ ժամանակին բաց է թողել։ Հետո կխոսանք ռեգրեսիայի ու տենց ընդհանուր պարամետրական մոդելների համար ամենատարածված L1 ու L2 բաների համար, տուգանքների մասին, իրար հետ մի քիչ կհամատենք ու խոսանք, թե դրանցից դուրս ինչեր կա, այդ մեր ռեգուլարիզացիայի թեման։ Ընդհանուր ռեգուլարիզացիան կարելի է բաժանել 3 ընտանիքի՝ explicit, implicit ու կառուցվածքային structured։ Այստեղ մեր բոլոր մոտեցումները լինելու են, որ մենք մի քիչ կողմնապահություն ենք մտցնելու մոդելի մեջ, մենք ոնց որ մեր նախընտրած bias-ները, մեր նախընտրած կարծիքները մտցնելու ենք, ասենք մոդել ջան, խնդրում եմ իրանց հետևի, այդ դրա մեջ մտնելու օրինակ են, խնդրում եմ տենց ինչ-որ շատ խառախշտիկ մի եղի, որտեղ training-ի տվյալները կարան ասեն այս մոդելն է ամենալավը, մենք ասենք, չէ, գիտես ինչ, մեր համար այս է ավելի ամենալավը։ Ու explicit-ները նրանք են, որտեղ որ մենք հստակ իրան կոնկրետ ասում ենք, թե ոնց ենք իրան տուգանելու, եթե ինքը բան անի։ Չհետևի մեր ուզած մոտեցմանը, որը այդ թեթև հանգիստ հասարակ մոդել լինելն է։ Կա implicit ռեգուլարիզացիա, որտեղ մենք մոդելին թողելու ենք ինքը ոնց ուզում է աշխատի, ուղղակի մեջը փոփոխություններ ենք անելու։ Օրինակի համար աշխատելու իրան ստոպը շուտ ենք ստոպ տալու, չենք թողելու տենց շատ իտերացիա գնա։ Կամ օրինակ իրան ավելի շատ տվյալների վրա ենք օգտագործելու, որ չկարա ավելի դժվարանա այդքան սաղ ամեն ինչը անգիրանի։ Մենք հələ կխոսանք ստեղ early stopping-ի մասին, այս ուրիշ մոտեցումները կմնան հաջորդ թեմաներին։ Մի մասը տենց նեյրոնային ցանցեր բանման այդտեղից են գալիս, սա։ Ու կա մի հատ է կառուցվածքային, որը մի քիչ ավելի բարդ թեմա է, ավելի քիչ կիրառվող է, այնտեղ կա օրինակ group lasso կոչված բանման, բայց այն որտեղ մենք հստակ կառուցվածքի մասին սահմանափակում ենք դնում։ Օրինակի համար ասում ենք, այս մի feature-ին պատժելուց այս մյուսին հետը կպատժես, իրանք խումբ են իրար հետ կազմում մեր մտքում։ Կամ օրինակ ասենք, այս գիծը գծելու որ լինես, այդտեղ կա a1 x1 գումարած a2, ասենք x1 քառակուսի a5 x5, ավելի շատ կպատժես այս x5-ի գործակցին։ Որ տենց ինչ-որ կառուցվածքով կոնկրետ իրան ուղղություն տանք, մեր հիմնական ֆոկուսը ստե լինելու է այս explicit-ի վրա, մի պստիկ էլ կխոսանք implicit-ի մասին։ Ընդհանուր, եթե փորձենք մի բանաձևով ներկայացնենք, թե մեր մոտ ինչ է կատարվելու, մենք մինչև այս ունենք մեր empiric risk-ը, որը թետայից կախված մի հատ ինչ-որ արժեք էր, որ ցույց էր տալիս, թե ինչքան լավ ենք այդ մեր տեսած տվյալները մոդելավորում կամ թեստի տվյալները ավելի ճիշտ։
Հիմա դրան մենք ավելացնելու ենք հավելյալ մի հատ j թետա ֆունկցիա, որը որ ինչ որ մի ձև ընդունելու է այս պարամետրերը ու պարամետրային համապատասխանեցնելու է ինչ որ արժեք։ Օրինակի համար մի հատ հասարակ մոտեցում կարելի է այդ պարամետրերի գումարն է վերցնելու։ Պարամետրերի գումարը ինչքան մեծ, այդքան կասենք մոդելը ավելի բարդ է։ Այսա դա կտեսնենք։ Բայց հա, ու լամդան լինելու է հիպերպարամետր, որը որ կասի թե ինչքան շատ ենք ուզում, որ մենք ճնշենք այդ շատ թիթիզ ճկուն մոդելներին։ Եթե լամդան լինի 0, մենք ավտոմատ գալու ենք ստեղ սա կորելու է գնա, կմտնենք բանի դեպքը։ Սովորական ստանդարտ էմպիրիկ ռիսկի մինիմիզացիայի դեպքը։ Եթե լամդան ձգտացնենք անվերջի օրինակ, ստեղ արդեն այս էմպիրիկ ռիսկը մեզ անհետաքրքիր կդառնա, կստացվի ուղղակի ուզում ենք մինիմիզացնենք այս j թետան, հետո իրենց ներկայացնելու է հիմնականում է, որ ուղղակի պարամետրերը ամեն ինչը 0 դնենք ու ոնց որ ֆունկցիան ուղղակի ամեն ինչում նույն արժեքը տպի, դա էլ մի բան չի, այդ չենք ուզում, դրանով էլ underfitting-ի ենք գալու։ Ուզելու ենք ունենալ տենց ինչ որ մի հատ նորմալ մարդավարի լամդա, որ արանքում է գտնվում։ Իսկ դա անելը արվելու է տենց հետագայում հիպերպարամետր թյունինգով, cross validացիայի վրա կիրառած, այդ լինելու է մեր հաջորդ լեկցիան կակրաս։ Հա։ Բայց որպես ընդհանուր մոտեցում, մեր այս տուգանքի պարամետրը ինքը մեր մոտ մեծացնելու է bias-ը, այսինքն bias-ը մեր մոտ բանն է, չէ՞, թե ընդհանուր ինչքան հեռու է մոդելը միջինում ճիշտ պատասխանից, բայց նվազեցնելու է variance-ը։ Variance-ը այն է, թե ինչքան շատ է տատանվում լուծումները ու միտքը այն է, որ մենք մի քիչ բարձրացնելու ենք bias-ը, բայց ահավոր շատ նվազեցնելու variance-ը։ Իսկ մեր bias variance decomposition-ն էլ իրենց ներկայացնում է, որ միջին քառակուսային շեղումը դա bias քառակուսին է, գումարած վարիացիան, գումարած այստեղ մեկ էլ կա մի հատ աղմուկի պարամետր սիգմա քառակուսի։ Այս այնա, որ մենք երբեք չենք կարող նվազեցնենք։ Սա այնա, որ այն աշխարհի լավագույն մոդելը որ վերցնենք, այն հնարավոր ամենալավ բանը որ կարա լինի, ինչքանով ինքը կսխալվի, որովհետև ամեն ինչի մեջ աղմուկ որ կա, շատ քիչ դեպքերում ենք մենք ենթադրում ակնկալում, որ ունենալու ենք, ասենք 0 սխալանք։ Կարող լինի, ասենք 001, չգիտեմ։ Այսրան անվանում են bias-ի risk, այսինքն ամենափոքր հնարավոր սխալանքին։ Ու ինքը մեր մոտ ոնց որ հատակն է լինելու նրան, թե ինչին ենք մենք ուզում ձգտենք։ Ինքը նաև կարանք պատկերացնենք, եթե ինֆորմացիայի տեսության բան են գալ, ինքը էնտրոպիան է, ինքը անորոշությունն է տվյալների մեջ, որը որ ուղղակի անհեռացնելի է, ինքը մասսա կազմում զուտ է դրա։ Բայց հա, միտքը ոնց ասեցինք, bias-ը մի քիչ մեծացնելու ենք, որովհետև մոդելին մի քիչ ավելի հասարակ ենք դարձնելու, բայց հույսը այն է, որ վարիացիան շատ ենք նվազեցնելու, որովհետև իր տենց մի հատիկ կետիկի խաթր, այսինքն ինչ որ կտրուկ փոփոխությունները արդեն սահմանափակելու ենք։ Ստեղ մեկ է մի հատ տերմին, որ ուզում եմ ասեի, մոռացել էի, նա որ ընդհանուր էս մեր ռիսկի սխալանքը, այսինքն R աստղանիշը թող լինի մեր bias-ի ռիսկը, ամենալավ հնարավոր արժեքը, որ կարանք ունենանք։ Իսկ այս RFA h-ը, այդ մեր h ընտանիքը ընտրել ենք մոդելների, ասենք գծային մոդելներ, այդ ընտանիքից մեր ունեցած մոդելի ռիսկն է։ Իրան մենք կարանք բաժանենք ընդհանուր երկու սխալանքի տեսակի։ Ստեղ երկու կողմից հանենք ինֆիմում f պատկանում է h, rf-ը, հանենք ու գումարենք, արդյունքում նույն բանը կմնա։ Ինչ է սա իրենց ներկայացնում, սա այն է, թե մեր ընտրած մոդելների դասի համար։ Օրինակ ընտրել ենք x քառակուսի գումարած x, ստեղ եկեք գրեմ a1 x քառակուսի a2x, մի խոսքով, այս տեսքերը նրանք պարաբոլական հավասարումները։ Այս պարաբոլականների մեջից հիմա փնտրելու ենք լավագույն լուծումը։ Հարցը գալիս, թե ամենալավ հնարավոր պարաբոլականը ինչ ռիսկ կարա ունենա, իրան նշանակում ենք այսպես։ Ու հիմա թե այն մեր ունեցած մոդելը ինչքան լավն է մեր սահմանափակման մեջ ունեցած հնարավոր լավագույնից, իրան անվանում են estimation error։ Այսինքն ստեղ մենք գործ ունենք անելու, մենք կարանք ինչքան հնարավոր լավանանք, մոտիկանանք այս սրան։ Բայց կա նաև այն, որ կարող է իրական մոդելը ինքը խորանարդային մոդել էր, այսինքն ինքը ընտանիքից դուրս է անգած ընդհանրապես այստեղ։ Իսկ այդ դիստանցիան թե իրականում լավագույն մոդելի ու մեր ունեցած բազմության մեջ եղած լավագույն հնարավոր մոդելի հեռավոր դիստանցիան էլ կոչվում է approximation error, սա մոտարկման սխալանքն է։ Ես ուզում եի զուտ ավելի շատ ոնց որ այս երկու տերմինները մտքում ունենաք, որովհետև սա մեզ պատմելու է նրա մասին, որ օրինակ եթե
որոշել ենք օգտագործենք, ասենք, x պարամետր ունեցող նեյրոնային ցանց ասենք, ու մեր սխալանքը արդեն եկել է ինչ-որ կետի, որը դրանից չենք կարող նվազեցնենք, այդ կարա նշան լինի նրան, որ մեր estimation error-ը արդեն 0-ի է մոտեցել, այսինքն մեր ընտրած, ասենք, x պարամետրանոց մոդելների մեջ արդեն լավագույնին մոտիկացել ենք, ու հիմա եթե ուզում ենք ավելի progress ունենանք, պետք է այդ ընտանիքը փոխենք մոդելների, որոնց որ օպտիմիզացնում ենք, ասենք, գանք 2x պարամետրանոց մոդելների, որ այս approximation error-ի վրա սկսենք աշխատել։ Այս ուղղակի տերմիններ էր, որոնք որ բաց էի թողել, ուզում էի լրացնենք։ Հայկ ջան, մի հատ բան հարցնեմ, էլի, այդ որ օրինակ տենում եք իսկ քառակուսային մոդելների հիմա օրինակ լավ չի, խոհանարդ ոնց ենք ճոգում հաջորդը որ մոդելը նայենք էլի այդ պահը։ Շատ լավ հարց է, այսինքն ըստեղ ըստ էության թե ինչ պարամետր ենք, ինչ կարգի մոդելներ ենք օգտագործում, դա մեր մոտ հիպերպարամետր որոշելու հարց է, չէ՞ գալիս։ Այսինքն ինչ որ կոնֆիգուրացիայի բան է, որը որ մենք նենց չի train ենք անելու, գտնենք լավագույնը, այլ պետքա ֆիքսենք։ Հիմա թե ոնց ընտրել լավագույն հիպերպարամետրը, թե ինչ մոտեցումներ կա, այդ կակրաս ոնց որ մեր այսօրվա հաջորդ լեկցիան է լինելու։ Դրա համար մի քիչ այդ հարցը հետևակցենք։ Եթե կարճ պատասխան միտքն է, որ կամ ձեռով բզբզում ենք, կամ ինչ որ ցանց ենք սարքում մեր ուզած արժեքների, հերթով պատտվում ենք իրանցով, կամ մեր ուզած ինտերվալի մեջ պատահական ֆրֆռում ենք, կամ գնում ենք բաների։ Խելոք ալգորիթմների, այնտեղ էվոլյուցիոն ալգորիթմներ կամ Bayesian օպտիմիզացիա, բայց այս ոնց որ մի երկու բառով հեսա մնացածը այսօր բան կանենք, մանրամասն կնայենք ավելի։ Դե գանք մեր առաջի ռեգրեսիայի ալգորիթմին, նեղություն ռեգուլյացիայի ալգորիթմին, որը կոչվում է ridge regression, իրա նաև անվում են L2 ռեգուլարիզացիայով բան։ Այս ridge-ը հեսա կտեսնենք թե ինչն է, ինքը ուղղակի բանն է ոնց որ սարի եզրագծի բանն է, բայց մի խոսքով է, սա անունի մասին կգանք շուտով։ Ահա։ Բայց մի հատ նախ եկեք, որ ասում եմ մոդելի պարամետրերը պատժենք, եկեք մի հատ տեսնենք երկու մոդել ուղղակի, կապույտ մոդելը ու կարմիր մոդելը։ Այստեղ գրած է իրանց բանաձևերը, ու տեսնում ենք այստեղ, որ օրինակ այս կապույտ մոդելը չի կարողանում այս sense արագ փոփոխություն անի։ Ինքը պետք է տան շատ մեծ տարբերություն տա, ինչ որ արժեքը որ տնենք այստեղ, ինքը լավ մեծ փոփոխության բերի։ Իսկ դրա համար պետք է ինքը տենց լավ բարձր կարգ ունենա, ասենք x-ի 20 պարամետրը որ կա, իր մոտ գործակիցը մեծոտ լինի, որ այս 0.5-ի 20-ը, կամ լավ 1.5-ի 20 ու 1.6-ի 20-ը տենց ռեալ լուրջ տարբերություն տան։ Եթե ասենք այս x-ի 20-ի մոտ գործակիցը 0 եղավ, ինքը արդեն տենց կտրուկ փոփոխությունը չի կարողանի ունենա։ Ինքը ավելի հանդարտ մոդել կլինի։ Ոստեղ եթե նայենք այս երկու կարմիր մոդելների գծերը, այս կարմիրը խառը խշտիկ փոփոխողը, նայեք ինչ պարամետրեր ունի։ 2462 անգամ Z20։ Այս Z20-ը մեր մոտ ոնց որ x-ի 19 կամ 20 աստիճանն է։ 2762 անգամ ինչ որ բան, այդտեղ 30 Z1, 2100, մի խոսքով, ինչ ասես պարամետրեր լինում են, դրա համար sense ոնց ասես փոփոխվում է։ Իսկ այս մեր սահմանափակած մոդելը, նայեք 9.9 գումարած 14 Z1, 2.9 Z2, մեծոտ արժեքներ են առաջի մի քանի կարգերի համար, հետո բայց արդեն որ գայս ենք այս ներքևի շարքը, այս բարձր կարգերին, նայեք արդեն սաղ 0-ին մոտիկ են, 0.2, 0.8, 0.1, ընդհանուր առմամբ ոնց որ ինչքան փոքր են այս արգումենտները, այդքան ավելի փոքր բանով է բազմապատկվում x-ի բարձր կարգի աստիճանները, անդամները, այնքան ավելի քիչ է մոդելը խառախշտիկ պահում, այնքան ավելի հասարակ հանգիստ է լինում, այնքան ավելի շատ է սովորում օրինաչափություն, աղմուկ սովորելու փոխարեն։ Այսինքն սա հստակ օրինակ է նրա, որ ինչքան փոճուր պարամետրեր, այնքան ավելի հանգիստ հասարակ մոդել։ Հիմա չեն կարա բռնենք հատիկ-հատիկ այս արգումենտները նայենք, պետք է իրենց մի ձև խմբավորենք ու ամենաբնական խմբավորելու ձևը որն է, որ բռնենք, ասենք, եկեք սրանք գումարենք իրար, այս բոլոր պարամետրերը։ Դե պարամետրերը գումարել իրար միանգամից կարանք ասենք, այստեղ պլյուս մինուսները իրար կգանք ուտեն։ Դրա համար ասում ենք, եկեք ոչ թե գումարենք, այլ վերցնենք իրանց բանը։ Քառակուսիների գումարը։ Ըստ էության վերցնում ենք բան։ Իրանց L2 loss-ն ենք վերցնում մենք։ L2 նորմը ներողություն։ Այսինքն այստեղ գալու եմ ասեմ 9.9 քառակուսի գումարած 14-ի քառակուսի գումարած տտտտտ ու մի հատ էլ արմատ ենք վերցնում, բայց արմատը տենց ինչ որ սուպեր գաղափարական բան չի փոխում։
Ու հիմա ասենք դե եկեք նվազեցնենք հենց այս մեր այս կտորը իր հետ միասին։ Եթե բռնեմ մենակ ասեմ, խնդրում եմ նվազացրու այս թետայի այս մոդելի պարամետրերի գումարը, ինքը կասի խնդրեմ 0 գումարած 0 գումարած 0 գումարած 0, սա 0 է տալիս իր բանը։ Այս մեզ պետք չի, մեզ պետքա որ համ սա ցածր լինի, համ էլ ոնց որ մոդելը լավ աշխատի, այսինքն մեզ համ հետարքիրա մեր էմպիրիկ ռիսկը, համ հետարքիրա մեր ունեցած բանը, մեր պարամետրերը որ փուջուր-մուջուր լինեն։ Այստեղ ներողություն, արմատ ենք վերցնում, հետո քառակուսի ենք բարձրացնում, ըստ էության նույնն է մնում։ Բայց մենք կարճ ասած ridge regression-ի դեպքում մեր մինիմիզացիայի ֆունկցիան փոխում ենք այս միջին քառակուսային շեղումից դարձնում ենք միջին քառակուսային շեղում գումարած ուստեղ մեր L2 նորմի քառակուսի ու լամդա պարամետրով որպես ինչ որ բան։ Մեր համար հիպերպարամետր, որ կառավարենք, թե ինչքան ենք մոդելին հասարակացնում։ Հա, ուստեղ այս քառակուսայինի էֆեկտը նա է, որ եթե ինչ որ գործակից մեծոտ է, ինքը տենց քառակուսին էլ ավելի մեծ կդառնա ու տենց ոնց որ այն շատ մեծ պարամետրերին շատ ագրեսիվ ենք մենք պատժում։ Հա, ուղղակի փոխելով մեր բանը, մինիմիզացիայի բանաձևը։ Ու իրականում այս բանաձևը նաև հաճելի է նրանով, որ ոնց այն ժամանակ ասում էինք, դե կարանք բռնենք այսքանը ինչ կա չկա, ածանցենք 0-ի հավասարացնենք գտնենք արմատը, սա որ ավելացնում ենք ինքը էլի մնում է սիրուն բարի ֆունկցիա ու սա էլ ունի հակադարձը։ Այն մեկը եթե x տրանսպոզ x հակադարձ x տրանսպոզ y էր, ստե ուղղակի այս լամդան որ գումարում ենք, ստեղ սա հաշվեք երկու անգամ իջնում է, այնտեղ թետայով ածանցեցինք։ Ստեղ ուղղակի ավելանում է մի հատ իրան անկյունագիծ լամդայի տեսքով։ Այսինքն ստեղ է սրա մոտ անկյունագծին ավելացնում ենք ինչ որ արժեքներ։ Սա հեսա կհասկանանք, որ ոնց որ ավելացնում ենք իրան անկյունագծային sense ridge կոչվածը, որ հայերենով չեմ կարողանում լավ թարգմանեմ, բայց նկարով ցույց կտամ հեսա։ Ու նաև սա նախորդ դասերի ժամանակ առաջացած խնդիրներից մեկը լուծում է, այն որ երբ որ ասում ենք այս x տրանսպոզ x-ը կարող է բան չունենա, հակադարձ չունենա, որտեղ կարա բան լինի, դետերմինանտը 0 լինի, այս լամդային գումարելով իրան արդեն դարձնում ենք ոչ 0-ական դետերմինանտով, տերմինի հետ չեմ սխալվում, չվերասրված ենք իրան դարձնում, ու արդեն հակադարձվում է ու իրան կարանք արդեն հետը աշխատենք։ Ստեղ մեկ էլ մի հատ նշում, ով վիճակի դասերին միանում էր, կհիշեք, որ ասում էինք այս MS-ի անելը նույններ ինչ ուղղակի բան անենք, բան ML-ի աշխատացնենք, maximum likelihood estimation աշխատացնենք բանի համար, Գաուսյանի համար, այս էլ հիշում եք, որ ասում ենք, եթե ինչ-որ նախնական հավատք ունենք, ML-ին փոխարեն ասում ենք, արի ML-ի արա, բայց ես սկզբում մտածում եմ SS ինչ-որ բան է, ինչ-որ prior եմ ունենում, ML-ին դարիսեր դառնում էր maximum a posteriori, map էր դառնում։ Ոնց այսքան սովորականը, ոնց այսա իրանից ներկայացնում է ML-ի, այսա հետը միասին իրանից ներկայացնում է map, երբ որ ուղղակի ասում ենք, ես մտածում եմ, որ իմ պարամետրերը պետքա գան 0 միջինով Գաուսյան բաշխումից։ Այսինքն մենք իրան դնում ենք, ասում ենք, մեր նախնական հավատքը այնա, որ պարամետրերը պետքա 0-ի մոտակայքում լինեն, այսինքն պետքա փուջուրոտ լինեն։ Մենք իրան տալիս ենք այդ սկզբնակետը, սենց ասած, ու ինքը դրանից աշխատում է, դա թվաբանորեն լինում է լրիվ համարժեք մեր այս ML-ով արածին, բայց ինքը տակից նույն բանի գաղափարն է։ Վիճակից եկած գաղափարն է։ Սա եթե կուզեք կարաք ոնց որ լեկցիայի մեջ նայեք, այստեղ խորը չեմ ասում, որովհետև ժամանակին արել ենք կակրաս որ այստեղ շատ ժամանակ չծախսենք։ Ինքը ուղղակի բան, ոնց որ իմ կարծիքով սիրուն տեսանկյուն է, էլի այտենց բայեսյան ձևով եթե նայենք, հավես հիմնավորումա թե ինչի է սա լավ աշխատում։ Հա, բայց սա ոնց որ վիճակի տեսանկյունից որպես հիմնավորում, հեսա մի հատ էլ օպտիմիզացիայի տեսանկյունից հիմնավորում կունենանք, մինչև այստեղ ինչ որ հարցեր։ Մեկ էլ սա հետարքիր է դառնում, եթե իրան նայում ենք օպտիմիզացիայի տեսանկյունից, այսինքն ունենք ինչ որ սխալանքի ֆունկցիա, հիմա իր գրադիենտը պետք է հաշվենք ու գրադիենտի ուղղությամբ շարժվենք, չէ՞, հակառակ ուղղությամբ։ Հիմա երբ որ ես իմ R ռեգուլարիզացիան դառնում է սովորական իմ R էմպիրիկը գումարած լամդա անգամ այս թետայի L2, սրա ածանցյալը լինելու է ոնց որ գումարի ածանցյալը ածանցյալների գումարն է, ունենում եմ ես իմ սովորականը գումարած երկու անգամ լամդա անգամ թետա, չէ՞։
ուղղակի սա հացանցեցի։ Հիմա եթե ասեմ թետայից հանում ենք ինչ որ այստեղ կարելի գրեի ալֆա անգամ, բայց բան անգամ հիպերպարամետր ու գրադիենտ այսա, սա ստացվել է ըստ էության r էմպիրիկ գումարած 2 ալֆա թետա։ Այստեղ եթե մի քիչ խմբավորում անեմ, այստեղ էս թետան բերեմ այստեղ, խմբավորեմ, ստացվել է ասում եմ ոչ թե այն ժամանակ ասում էի թետա հանած ալֆա անգամ կամ այստեղ էտա անգամ ու գրադիենտ r էմպիրիկ, այսինքն այստեղ գալու է, ես կետում նայեի գրադիենտը այս ուղղությամբ է, կամ լավ եկեք մի քիչ ավելի հեշտ լինի, ասեի գրադիենտը այս ուղղությամբ է, իրան շարժեի բերեի այստեղ։ Հիմա սկզբում ինչ է առաջանում, այստեղ էս իմ սկզբնական եղած թետան, այսինքն այս կետը, ասում եմ 1 հանած 2 անգամ էտա անգամ ալֆա կամ ալֆա անգամ լամդա, ներողություն, տառը սխալ ասացի։ Այսինքն ըստ էության ուղղակի ինչքան բարձր է իմ ռեգուլարիզացիան, այդքան ավելի մեծ թիվ եմ հանում 1-ից, այստեղ մեր թվերը հիմնականում 0-ից 1-ում են միջազգ լինում, ըստ էության ոնց որ ուղղակի իրան բազմապատկում եմ, ասենք ինչ որ 0.9 օրինակ, այսինքն սրան մի քիչ ձգում եմ դեպի սկզբնակետ, ոնց որ գրավիտացիա միացնեմ այստեղ, ու ամեն քայլը անելուց առաջ մի քիչ քաշեմ դեպի ինձ արգումենտին, հետո գրադիենտով շարժեմ իրան։ Ոնց որ այս բաները քաշերին սենց բերում եմ դեպի կենտրոն, իրան անվանում են weight decay, այս decay անելը ոնց որ սենց բան, խամրելն է, քաշերը խամրացնում ենք, սենց ասած մենք, էլի։ Ճզմել հետո քայլ անել, ճզմել հետո քայլ անել, իսկ այն մեկի ժամանակ ուղղակի քայլ էինք անում, էլի, սենց սիրուն հիմնավորում է, թե ինչի է մոտենալու 0-ներին բաները, պարամետրերը։ Մեկ էլ մի հատիկ էլ պուճուր արագ բան ասեմ, ուղղակի ուզում եմ տարբեր տեսանկյուններից բան նայենք։ Մենք օպտիմիզացիայի ժամանակ Lagrange-ը չծածկեցինք, այդ բանը constraint օպտիմիզացիան է, որ ասում ենք օպտիմիզացորու, բայց ասենք պարամետրերը պետք է ինչ որ բանից փոքր լինեն։ Այդ տենց էլ սրտից դարդ եղավ, սա չարեցինք, բայց ասեմ, որ սա սիրուն միավորում ունի նաև նրան, որ այս սա անելը, այսինքն այդ սահմանափակում ունենալով այդ թետայի վրա բան դնելով պատժամիջոց դնելով օպտիմիզացիա անելը նույնն է ինչ սովորական այս միջին քառակուսային շողմի մինիմիզացիա անել, բայց դնել պայման թետայի արժեքների վրա։ Իսկն ասեմ, թետայի արժեքների գումարը պետքա փոքր լինի t-ից օրինակ, այստեղ քառակուսային ոնց որ ասեմ, իմ ուզած լուծումը պետքա լինի այս կլորակի մեջ, գնա լավագույնը, որը գտնում ես գթի, այս կարմիրը թող լինի մեր բանը, սխալանքի տիրույթները, այսինքն սա լավագույն լուծումն է, եթե սահմանափակում չդնեի, այսինքն եթե չպատժեի մեծ պարամետրերին, այս էլ ոնց որ իրենց ինչքան հեռու, այդքան վատ, մենք հիմա պետքա գանք ընտրենք հիմնականում այսպես մի հատ կետ, ու թե այս տեն ինչ արժեք է, այսինքն ինչ որ թվից փոքր հավասար պետքա լինի գումարը, ու թե ինչքան է լինում մեր բանը, պատժամիջոցի լամդան, խստությունը, իրանք իրար հետ բիեկտիվ կապ ունեն։ Ինչքան ավելի շատ պատժե մեծ պարամետրերը, այնքան ավելի փոքր շրջանի մեջ պարամետր ման գալուն է ինքը հավասարազոր դառնալու։ Ու մեր process-ը լինել է ոնց որ այս կլորի հետ հատվող առաջի կետը գտնել, այսպես գալով, ըստեղ ինչ որ կետ գալու ենք, ու սա լինելու է մեր օպտիմալ կետը։ Okay, մեկը մի հատ է տեսանկյուն նախ այդ ridge բառը որտեղից է գալիս, ridge-ը դա ոնց որ սարի մի հատ տիրույթ լինի, որ այդ տիրույթով եթե քայլելու լինենք, մեր բարձրությունը համարյա չի փոխվի։ Իսկ օրինակի համար այստեղ եթե այսպես քայլելու լինեմ, այս բանով, իր եզրով sense ասած էլի, բարձրությունս համարյա նույնն է մնալու։ Համեմատ նրա, որ օրինակ եթե բռնեմ ու այսպես քայլեմ, այսպես որ քայլեմ, շատ վատ կլինի, ասեն մեր վախենալու բաներն է արշավ բարձրանալուց։ Հիմա այս ridge-ի հետ կապված թե ինչ է տեղի ունենում։ Երբ որ մենք անում ենք սովորական OLS, ordinary least squares, այդ միջին քառակուսային շեղումն ենք նվազեցնում առանց ոչ մի սահմանափակման, մեր մոտ կարող է լինի, որ ոնց որ այդ պարամետրերը այնքան գժանոց դառնան, այնտեղ կհիշեք, որ գործնականներից մեկի ժամանակ condition number-ներն էինք հաշվում տարբեր կարգի պոլինոմիալների համար։ Այնտեղ տեսնում ենք, որ եթե ասենք ինչ-որ շատ բարձր կարգի պոլինոմիալ եմ վերցնում, արդեն իր այդ մատրիցը իրան համապատասխանող այնքան խայտառակ իրար հետ կապված է դառնում, որ իր ամենամեծ ու ամենափոքր սեփական արժեքների
հարաբերությունը շատ խայտարակ մեծ թիվ է գալիս, դա էլ մեր համար շատ վատ է, չէ՞։ Մենք սիրում ենք այսպես ինչ որ բաներ, ոչ թե այսպես ճզմված եսի ինչեր։ Հիմա սովորական դեպքում կարող ունենանք այսպես ինչ որ հենց խայտարակ պատկեր, որտեղ որ ինքը մի այլ կարգի ճզմված է, այսինքն այստեղ կոնկրետ շատ խիստ ռիջ ունենք, այստեղ մի քիչ անկոմ շարժվեցինք, ոնց որ այստեղ էս եզից մի քիչ անկոմ գնացինք, միանգամից ահավոր ընկնում ենք։ Հետո կա մի հատ ինչ-որ ուրիշ այսպես շերտ, որտեղ դրանով քայլելով մոտավորություն ենք գնում, մի քիչ անկամ գնացինք, էլի խայտարակ ընկնում ենք։ Ամեն ինչ ահավոր ոչ ստաբիլ է դառնում։ Հիմա այս սրան անկյունագծին արժեքներ մեծացնել, ավելացնելով, այսինքն ըստ էության ուղղակի այդ լամդա i գումարելով, այսինքն դա նշանակում է ուղղակի այդ պատժամիջոցը ավելացնելով։ Մենք գայս ենք նրան, որ արդեն իր այս դիագոնալը ավելի ստաբիլ է դառնում, իր սեփական արժեքները ավելի ստաբիլ են դառնում, ու ասենք սրանից հետ են գայս ավելի սրան ու գալիս ենք շատ ավելի հաճելի, շատ ավելի նորմալ օպտիմիզացիայի խնդրի։ Այս տերմինը 62 թվից կա իմ իրայլոց։ Հա, ու մի հատ էլ արագ եթե նայենք, թե ստեղ ինչ է տեղի ունենում։ Ստեղ եթե պատկերացնենք օրինակ, որ տվյալները գալիս են, ասենք 3x1 - 2x2 գումարած ինչ որ աղմուկ ֆունկցիայից, ստեղ ասենք սա մեր լավագույն արգումենտն է, ստեղ 3 կետի մոտակայքում 3 - 2 ավելի ճիշտ ներողություն։ Եթե նայենք, թե ինչ օպտիմումի կետեր են գտնում տարբեր ռեգուլյացիաների դեպքում, եթե ուղղակի չունենք ընդհանրապես ռեգուլյացիա, օպտիմալ կետը դառնում է այսա։ Եթե ինչքան ավելացնում ենք, այդ լամդան ինչքան մեծացնում ենք, այդքան ինքը կամաց sense մոտենում է գալիս է դեպի 0-ին։ Ու եթե ուզում ենք ընտրենք, թե հիմա որն է լավ չափ, որպես տարբերակ, կարանք ուղղակի բռնենք ու իրան նայենք տարբեր արժեքների դեպքում։ Այս լամդան հիմնականում ընդունված է լոգարիթմական նայել, որ տենց միանգամից մեծ տիրույթ ստուգել։ Նայում ենք train-ի ու test-ի արդյունքները, սկզբում երբ որ ռեգուլյացիան քիչ է, test-ը train-ից խայտարակ ավելի շատ է, որովհետև զուբրիտ է անում։ Հետո ինչքան իրան պատժում ենք, այնքան ավելի կորցնում է իր զուբրիտ անելու ունակությունը, ու վերջին ինչ որ տենց ինչ որ բայի նույնիսկ տենց մոտենում են իրար train-ի ու test-ի արդյունքները, սա արդեն են լավ կտորն է։ Դրանից հետո որ շատացնենք, արդեն իրան այնքան ենք սահմանափակելու, այնքան ենք ոնց որ արկղի մեջ դնելու, որ արդեն սկսելու է ոչ էլ կարողանալ օրինաչափությունը սովորել, ու արդեն սկսելու է երկուսն էլ մեծանալ, մենք կուզենք ոնց որ այս կետը գտնենք, էլի, երբ որ իրար ինչքան հնարավոր մոտեցել են ու չեն սկսել աճել։ Ստեղ մի հատ բան, որ նշել էինք բանի ժամանակ, այդ ավելի գործնականոտ լեկցիայի ժամանակ, երբ որ նայում ենք pre-processing-ը feature-ների, ստեղ քանի որ մենք հստակ պատժում ենք գործակիցներ, կարևոր է դառնում, որ արդեն տիրույթները feature-ների նույնը լինեն։ Այսինքն եթե այն օրինակը վերակառուցելով, եթե ունենք քառակուսի մետրեր, որոնք որ 50-ից 500 են գնում, ու ունենք սենյակների քանակ, որ 1-ից 4 է օրինակ գնում, մեր մոդելը կսովորի այս 1-ից 4-ին շատ ավելի մեծ գործակից տալ, որտեղ ոնց որ սենյակների քանակը մեծացնելը էական տարբերություն է տալու, իսկ քառակուսի մետրերը, ասենք 450-ից գնալ 451, շատ տարբեր պատկեր է, քան 3 սենյականից գնալ 4 սենյականոց, Դեմը ստեղ ավելի պուճուր գործակիցներ անելու ու region եթե ասենք դե հարցակվի այս մոդելի վրա, ինքը այս սենյակների քանակին շատ ավելի ուժեղ է հարցակվելու, որովհետև իր գործակիցը մեծ է։ Բայց արդար չի։ Արդար կլիներ, եթե իրենց տիրույթները դզած լիներ, այդ դեպքում արդեն ինքը իրոք կպատժեր բոլորին նույն ձևով։ Այսինքն ինքը կպատժեր մոդելին այդ բան, աղմուկ անգիր անելու համար, ոչ թե կպատժեր feature-ին, որովհետև այդ feature-ը օգնում է անգիր արվի աղմուկը, այդ կլիներ։ Իսկ հիմա, եթե չդզենք, լինելու է ինքը պատժում է feature-ին զուտ նրա պատճառով, որ ինքը փոճուր արժեքներ ընդունում։ Դա համար պետք է scale անել տվյալները բերել նորմալ տիրույթի, քանի մինչև որ չենք սկսել ռեգուլարիզացիայի քայլը։ Ռեգուլարիզացիան scale օրնում ուղղակի ես linear մոդելից ոչ թե գրում ենք import linear regression, այլ գրում ենք import reach։ Իր պարամետրերն են շատ տարօրինակ անհարմար բան, ալֆա պարամետրը scale օրնում դա լամդան է մեր։ Այսինքն ինքը այնա թե ինչքան ենք պատժում, կա հետո fit intercept, ազատ անդամ լինի թե չէ, ինչ ձևով, ինչ ալգորիթմով լուծվի, իրեն ցանկալի է ավտոմատի վրա թողել։ Քանի իտերացիա գնա, երբ stop տա ու random state, ինչ որ default բաներ։ Կարող ենք ամփոփել
Մենք տեսանք, մենք նկատեց նախորդ դասից ֆիքսել էինք, որ կա overfitting-ի գաղափար, երբ որ մոդելը անգիր է անում աղմուկը, օրինաչափությունները անգիր անելու փոխարեն, ու դա լինում էր նրա շնորհիվ, որ ինքը ունենում էր դրա հզոր հնարավորությունը։ Ինքը այնքան հզոր ու ճկուն էր լինում, որ կարողանում էր դա անել։ Այսինքն դե ուրեմն եկեք սահմանափակենք իր ճկունությունը։ Հասկացանք, որ մոդելի ճկունությունը կախված է իր պարամետրերի արժեքներից։ Ինչքան ավելի մեծ գործակիցներ ունի, այդքան ավելի ճկուն է։ Այսինքն դե եկեք ուրեմն բռնենք ու օպտիմիզացիա անելուց ոչ թե օպտիմիզացնենք ուղակի մեր էմպիրիկ ռիսկը, այլ մի հատ իրան գումարենք ինչ որ հիպերպարամետր անգամ ֆունկցիա, որը որ կախված է լինելու պարամետրերի արժեքներից։ Օրինակի համար R2-ի դեպքում բռնենք ու մեր սխալանքին գումարենք բանը, այս պարամետրերի քառակուսիների գումարը։ Այդ ձևով տեսանք, որ համ մենք ունենում ենք անալիտիկ լուծում, closed form solution, որ ավտոմատ կարանք լուծենք։ Համ տեսանք, որ ինքը իրականում ազդեցություն ունենում նրա վրա, որ եթե այս x-երի հետ խնդրեմ ունեինք ու այնտեղ գծային կախվածություն կար, դա լուծվում է, որովհետև անկյունագծի արժեքները փոխում ենք։ Տեսանք, որ այդ process-ը անելը նույնն է, ինչ մեր սովորական gradient descent-ի քայլերի դեպքում այս ուղղությամբ շարժվելուց առաջ իրան մի քիչ բերենք դեպի կենտրոն, նոր այդ ուղղությամբ քաշենք, այսինքն նման է նրան, որ ուղղակի գրավիտացիա միացնենք այս կենտրոնում դրած, ինչպես նաև նույնն է, ինչ եթե վիճակի տեսանկյունից մոտենանք, անենք maximum a posteriori estimation օգտագործելով Գաուսյանը որպես բան, ML-ի անել, բայց ավելացնելով իրան prior, որ պարամետրերը գալիս են 0 միջինով նորմալ բաշխումից։ Նաև ասացինք, որ սա ակտուալ է նրան, որ ուղղակի անենք սահմանափակումներով օպտիմիզացիա, Lagrange-ով, Lagrange-ով, ու ուղղակի նայենք միջին քառակուսային շեղումը մինիմիզացնելով, բայց սահմանափակելով այս պարամետրերի գումարը։ Ու նաև խոսացինք, թե խի է այս կոչվում ridge, որովհետև ինքը օգնում է մեզ այս ridge-երի հարցը շատ ավելի սահուն դարձնել ու դրանով օպտիմիզացիայի խնդիրը ավելի թեթև դարձնել, ու որ կարանք այս օպտիմալ պարամետրը ընտրենք ուղղակի շատ պարամետրերի համար արժեքներ նայելով ու տեսնելով, թե երբ է test-ի error-ը train-ի error-ին մոտենում, այսինքն սրանք կարանք ասենք նաև overfitting-ի այս իր gap-ը, այս բաց մնացած տիրույթը նվազացնում։ Ու նաև նշեցինք, որ կարևոր է, որ սկզբում feature-ները բերենք նույն տիրույթին, նոր անենք սա, թե չէ անարդար ձևով պատժվելու են այն feature-ները, որոնց տիրույթը փոքր է։ Ու որ SQL-օրնում տարօրինակ է, որ ալֆա է նշանակած պարամետրի անունը, ալֆան մեր մոտ gradient descent-ի ալֆան չի, ոնց սովորենք, այլ մեր մոտի ստեյի լամդան է, անհարմար բան ուղղակի։ Լավ, հələ դուք առաջարկեք, ժողովուրդ, այս ալգորիթմը սովորեցինք, ուրիշ ինչ կառաջարկեք, ինչ կարանք անենք սրա փոխարեն։ Ամենաբնական միտքը, որ կգա, որն է։ Իսկն ասում եմ R էմպիրիկ գումարած լամդա անգամ թետա քառակուսի, իսկն 3-ի քառակուսի գումարած 4-ի քառակուսի եւ այլն, այդ պարամետրերի քառակուսների գումար, ուրիշ ինչ կարենք անենք։ Այստեղ զույգերի գումարներ, Զույգեր, այսինքն բոլոր բաների։ Այդ ինչի նկատում եք զույգ ասելով։ երկու քառակուսի գումարած 4 քառակուսի, այտենց ասեցիք։ Հա, այս նկատնում եմ, ասենք ինչ որ ունեմ 3 թետա 1 գումարած 4 թետա 2 գումարած 5 թետա 3, ներողություն, թետա չպետք է գրեի x1, x2, x3։ Հիմա պետքա պատժեմ այս գործակիցները, պատժում եմ իրանց քառակուսիների մակարդակով։ Հա։ Ու ինչ կարամ անեմ, սրա փոխարեն այս էմպիրիկը մեկը միշտ պետքա պահենք, միշտ պետքա ուզենք ոնց որ տվյալները լավ մոտարկել։ Այստեղ ինչ կարանք փոխենք։ Մտածում էի ուղղակի 1 դարձնել, չգիտեմ։ Այստեղ այս սա թե սա։ Թետան։ Թետան։ Այստեղ թետան մեր մոտ մեր վեկտորն է, բաների, բոլոր պարամետրերի։ Այսինքն ունենք այս գիծը, իրանից ներկայացնում է բան, այս 3-4-5 վեկտորը, ու այս 3-4-5 վեկտորի համար իր L2 նորմն ենք հաշվում, որ նույն էջի վրա լինենք։ Այստեղ ինչը 1 ենք ուզում դարձնենք։
Մի հատ բան մեկ է դառնում, այդ ճիշտ է, այստեղ նշանը բանա, բայց ինչ է։ Լյամդան չեմ կարծում, որ մեկ է դառնում։ Եկեք մի քիչ հուշեմ, այստեղ ոնց որ ասում էինք ունենք, ասենք 3x1 մինուս 4x2 գումարած 5x3 եւ այլն։ Հիմա ուզում ենք սրանք նվազեցնենք, ասենք դե եկեք այս գործակիցների քառակուսիները վերցնենք ու իրանց գումարը նվազեցնենք։ Բայց հիմա եթե քառակուսի փոխարեն ուղղակի մոդուլ վերցնեի, էլի հանգիստ կաշխատեր, չէ՞։ Էլի պլյուս մինուսների խնդրեմ չէր լինի, նորմալ կլիներ։ Ոնց է որ այն առաջի դասին ասում ենք եկեք նվազեցնենք միջին քառակուսային շեղումը, որտեվ սխալանքների գումար վերցնելը պրոբլեմատիկ է, բայց նաև սխալանքների հենց ուղղակի բացարձակ արժեքների գումարը էլի լավ նորմալ աշխատող բան է, չէ՞ լինում։ Ահա։ Հիմա ասում ենք եկեք ստեղ էլ դա անենք։ Եկեք ուղղակի ոչ թե ստեղ գրենք երկրորդ կարգի նորմ, այսինքն ոչ թե քառակուսիներ, այլ առաջի կարգի նորմ, բացարձակ արժեքներ։ Ու հիմա սա բերում է իրականում շատ հետաքրքիր ու հավես արդյունքների։ Սրան անվանում են բան։ Ես իրան լասո եմ ասում, բայց ճիշտ այդությունը բանն է, lasso regression, least absolute shrinkage and selection operator, նվազագույն բացարձակ նվազացում ու ընտրության օպերատոր, այս ընտրությունը կարող է հետաքրքիր պահը։ Սա բերում է շատ թույն էֆեկտի, որը որ իր տակի ինգած պատճառները շատ սիրուն են, շատ չենք խորանա, բայց մի երկու բառով կնշենք։ Նրան, որ երբ որ այս մոտեցմամբ գալիս էինք, այս մոտեցմամբ որ քառակուսիներով էին գալիս, մեր մոտ արժեքները ասցին գալիս էին մոտենում էին դեպի 0-ին, որտեղ իրենց պատժում էինք ու տենց ինչ-որ գալիս էին փուճուր ավելի թվեր էին դառնում։ Իսկ ինչ է լասոյի դեպքում լինում։ Լասոյի դեպքում իրենք գալիս են դառնում են ուղիղ 0-1-1։ Այսինքն եթե L2 անեմ շատ հավանական է ունենա մոդելը ասում է 0.0001 x1 գումարած 0.03 x2 գումարած 4x3 եւ այլն, իսկ լասուն բան չունի, տենց ինչ որ այս կողմ կողմ չի գնում։ 4-ով խիստ 0 է դնում ու վերջ։ Հիմա դա ինչով է խիա մեզ լավ, եթե ինչ որ արգումենտ ստացել է 0 գործակից, մենք ուղղակի իրան կարող բռնենք ու շպրտենք մի կողմ։ Կարող ուղղակի ընդհանրապես իանել հաշվի չառնենք, մոդելի մեջից դուրս հանենք։ Ըստ էության մեր ֆիչերների քանակը կարող նվազեցնենք։ Ասենք դու patch ես ընդհանրապես։ Բայց L2 եթե անենք ինքը 0 չէր լինելու ուղիղ։ Ասենք ուստը այս տպավորիչ բան է իրոք, էլի իդեալական 0-ի գալ, երբ որ կոմպի էֆեկտ ունենք, որ մոտարկումները անում, ունդեղ ասենք ստորակետից հետո ես իմ քանի նիշի ճշտություն ունի, 16 նիշի ճշտություն օրինակ։ Այդտեղ գալ իդեալական 0-ի, սա արդեն նշան է նրա, որ տակը լուրջ տեսություն կա։ Դրա համար ոնց որ իրոք ըստ կառուցվածքի ինքը գալիս է իդեալական 0-ների։ Դրա համար նաև իր անունի մեջ կա այս selection operator արտահայտությունը, այս վերջին S-on, որտեղ իր շնորհիվ կարանք ընտրենք ֆիչերներ։ Դա բռնենք որոշ ֆիչերներ գցենք մի կողմ զուտ, էլի։ Խնդրի տեսանկյունից ուղղակի փոխում ենք, ասում ենք լամդա անգամ θ1, ոչ թե այնտեղ θ2, ուստեղ ուղղակի ասում ենք լամդա անգամ գումարում ենք այս բացարձակ արժեքների գումար։ Մի քանի բան որ տեղի ունենում սենց անելուց, առաջինը չունենք բացարձակ, չունենք անալիտիկ լուծում, այդ իրան հաջող ասացինք, ինքը բան չի, դիֆերենցիալի չի զորոյում ընդհանրապես։ Իրան հիմնականում լուծում ենք coordinate descent-ի շնորհիվ, այս օպտիմիզացիայից եթե կհիշեք, այն էր որ ուղղակի հերթով մի պարամետր օպտիմիզացնելով գնում էինք։ Հա, ու իրա ոնց նշեցինք, ամենակարևոր էֆեկտներից մեկը այդ sparsity կոչվածն է։ Sparsity-ն է նա, որ լիքը կոեֆիցիենտ լինում են իդեալական հենց կոնկրետ 0։ Այս նույն եզրագիծը եթե նայենք բանի, եթե կհիշեք, այս նույն խնդիրն է, ուղղակի հիմա L1 ենք անում, այն ժամանակ ինքը շարժվում էր այս sense ինչ-որ ձևով ու գալիս էր 0-ի մոտակայք։ Այստեղ ինքը sense ուղիղ անկյունագծով շարժվում է ու անկյունագծով շարժումը գալիս է խփում է 0-ի ինչ-որ պահի։ Ու սա իրականում իր բան ինտուիցիան ունի նաև, երբ որ այս գրաֆիկով նայում ենք, ասում ենք այս նույնը ինչ ասեմ, այսպես համնապակում եմ դնում, այսի միզալական կետներ ու հիմա այսպես օվալներով գալիս եմ նայեմ որտեղ եմ իրան հանդիպում, սրան գալու եմ հանդիպեմ ինչ որ այսպես կետում ու սա լինի իմ օպտիմալ կետը։ Հիմա երբ որ համնապակումը դնում եմ ոչ թե այն նրանով որ թետայի այս երկրորդ կարգի բանը պետք է լինի, այսինքն
x1 քառակուսի գումարած x2 թետա 1 քառակուսի գումարած թետա 2 քառակուսի դրանով եմ սահմանափակում դնում, այսինքն կլորի փոխարեն ունեմ թետա 1 գումարած թետա 2, այդ դեպքում արդեն ստեղ ունենում եմ ուղիղ գծեր, ստեղ եթե բացարձակ արժեքներով գրեմ, կարեք ուղղակի դեպքերով նայեք, տեսնեք, որ իրոք սենց ուղղակի բան է ստացվում, քյարփինչ է ստացվում։ Այս սրան, երբ որ մոտենամ, ինչ կետից էլ ուզեմ մոտենամ, այսինքն կլորներով մոտիկ գամ, ավելի շուտ գալու եմ խփեմ այս եզրին, քան խփեմ այս արանքի կետին։ Դրա համար ավելի շուտ ինքը գալու է իդեալական 0 արժեքի, քան թե 0-ի մոտակայքում ինչ-որ բան։ Կարեք մտքում որտեղ ուզում եք դնեք մի հատ սենց ինչ-որ կետ ու սենց պատկերացնեք, ոնց որ սա լիճ է, քար եք գցել ու հիմա ալիքը ընդլայնվելով գալու է, ինքը մեկը առաջինը խփելու է այս եզրին։ Որտեղից ուզում եք սկսեք, ոնց ուզում եք արեք, այս սիրուն էֆեկտը, եթե օպտիմիզացիայի տեսանկյունից մոտենանք։ Սրա տակը կանգնած մի հատ ուրիշ սիրուն էֆեկտ, սա ուղղակի տերմինը ասեմ, ում հետաքրքիր է նայեք, բայց բան, կոչվում է soft thresholding, ու մենք եթե ենթադրում ենք, որ մեր տվյալները օրթոգոնորմալ են, այսինքն սյուները իրար հետ կազմում են 90 աստիճանի անկյուն ու իրենց երկարությունները մեկեր են, այսինքն ստեյության այսա ենք ասում, այսինքն մեր x-երը պտույտի մատրիցա ենք որպես պատկերացնում, եթե մի քիչ գծային հանր բանանենք, ու այդ դեպքում մոտենանք, լասոյով բանաձևը մեր մոտ ստացվում է նշան թետա OLS անգամ թետա OLS մինուս լամդա ու լավ կարծես բանձով եթե նայենք ինքը գայս է նրան որ ridge-ի դեպքում լավագույն պարամետրը լինում է այսինքն ինչ-որ բան որ 0-ին մոտիկ արժեքները իսկ այս լասուի դեպքում ինքը գայս է հենց այսենց մի հատ բան որտեղ որ լամդան ինչքան մեծ է այնքան ավելի շատ արժեքներ դառնում են ավտոմատ 0 այս ուղղակի տեսական կտոր սա շատ ավելի խորհրդանակ հենց մենք հիմա ուզում ենք ուղղակի ի գիտություն սիրուն բան կա տակը եթե կուզեք կարամ վիդեո ուղարկեմ ու նույն ոճի մեջ ոնց ասցինք բան անելը ridge անելը նույնն է ինչ ուղղակի բռնեմ նորմալ հավասարման ենթադրությունը prior ավելացնեմ որ տվյալները գայս են 0 միջինով նորմալից ունդեղ նորմալի վրանակ մենք ունենք բան չէ ունդեղ էքսպոնենտի մեջ հանած բան քառակուսի բաժանած ստեղ սիգմա քառակուսի տտ ու գիտենք մի հատ է լապլասի բաշխման մասին որտեղ որ կար մեր մոտ x-անց բան բացարձակ արժեք հա հիմա այս L1 օպտիմիզացիան է լասուն էլ նույնն է ինչ մենք ուղղակի ենթադրենք լապլասի prior ու եթե լապլասի բաշխումը գծենք ինքը 0-ի մոտ շատ կտրուկ վերև է թռնում դրա համար 0-ին ձգտացնելը շատ ավելի կարևոր բան է դառնում իր համար դրա համար ինքը բերում է իրոք նրան որ ունենք սյուներ, որոնք որ կոնկրետ 0 են լինում մեր մոտ։ Ու հա, ստեղ մի հատ էլ եթե եզրագծերը նայենք, մեկը գալիս է այսպես սիրուն սահուն դեպի մոտենալ 0-ին, բայց ոնց որ այսպես պատկերացրեք գրավիտացիան միացածին, այսպես գա սպիրալներով, իսկ այս մեկը ուղիղ անկյունագծով խիստ գնում է ու խփվում է ինչ որ պահին այս առանցքներից մեկին, ու առանցքներից մեկին որ խփվեց, արդեն 0 է մնում։ Կամ լավ, եկեք մի հատ էլ արագ ասեմ, երբ որը օգտագործել ու հարցեր լսեմ, ներողություն։ L2-ս ենք օգտագործում, եթե ընդհանուր ոնց որ մեզ օքեյ է ունենալ շատ սյուներ, չենք նպատակ չունենք սյուները նվազեցնելու։ Եթե տենց ունենք կոնկրետ բանի խնդիր, այդ մեր սկզբնական մատրիցը զգում ենք որ ինչ որ multicollinearity ունի, այսինքն գծորեն կախվածությունը շատ է մեջը։ Հաշվարկային տեսանկյունից, թվային տեսանկյունից օգնում է բան անելը, այդ L2-ս այդ անկյունագծի էֆեկտի շնորհիվ։ Կամ եթե ուզում ենք ունենանք տենց անալիտիկ լուծում, այդ տենց դեպքերում գնում ենք L2-ս։ L1-ը ավելի շատ գնում ենք, եթե մեզ իրոք կարևոր է, որ բացատրելի մոդել ունենանք ու ինչքան նորա քիչ սյուներ մեջը լինի։ Այսինքն L1 գնում ենք սյուները նվազեցնելու համար, էլի, եթե ուզում ենք, բան, feature selection ունենանք, ասենց ասած, այս feature selection-ի մասին հետո կխոսանք դեռ։ Կամ մի հատ էլ բան, որ կոչվում է elastic net, որը ըստ էության զուտ այս երկու բանն է իրար հետ միասին վերցրած, այսինքն ասում եմ մի հատ ինչ-որ ալֆա անգամ թետա 1 գումարած 1 մինուս ալֆա անգամ թետա ուստեղ 2 կարգ, երկրորդ կարգի, բան ուղղակի երկուսն էլ անում է կարճ ասած, էլի։ Այս սրա հավես էֆեկտն է, որ եթե օրինակ գծեք բաները, այդ սխալանքի տիրույթները մեկի դեպքում օվալներ է, մեկի դեպքում խորանարդ sense բաներ է, կոմբիկներ է, կոմ չէ, ռոմբիկներ է, մյուսի դեպքում sense ինչ-որ ռոմբա խորանարդոտ բան է դառնում, այս sense ինչ-որ պտույտի մատրիցը մի հատ է կբացատրեք։ Հա, սա ուղղակի ոնց որ գծայինից փոքր բաներ,
փոքր նշում, երբ որ մեր մատրիցը օրթոնորմալ է լինում, ինքը համապատասխանում է այդ մատրիցի հետ ասոցացված գծային ձևափոխությունը համապատասխանում է պտույտի։ Այսինքն երկարություն բանան ոչ մի չի փոխում, ուղղակի ամեն ինչը ինչ որ մի քանի աստիճանով պտտվում է դեպի n կոմա գնում։ Եթե ունենք այսպես մատրից, որ x տրանսպոզ x-ը ուղղակի մեր բանն է, միավոր մատրիցն է կամ ավելի լավ ասած x տրանսպոզը հավասար է x-ի հակադարձին։ Եթե գծային ձևափոխության հակառակ ձևափոխությունը այդ նույն ձևափոխությունն է, ուղղակի սյուներ ու տողեր տեղերով փոխած, ուրեմն այդ ձևափոխությունը իրանից ներկայացնում է ընդհանրապես պտույտ ու վերջ։ Այս ուղղակի հանրից փաստ է, էլի։ Ու այստեղ ուղղակի այս մասնավոր դեպքը նայելը մեզ օգնում է տեսությունը ավելի լավ զգալ, էլի։ Այս իրականում ես օրինակ սրանից շատ եմ ոգևորվել, էլի, որ իրոք ուղղակի լամդան ինչքան մեծացնում ես, այտենց ոնց որ ինտերվալ ես ունենում, էլի, այս ինտերվալը ավտոմատ բերելու եմ 0-ի։ Եթե գործակիցը փորձվի գտնվի այս միջակայքում, իրան ոչնչացնելու եմ։ Այտենց մի հատ ինչ որ ուժեղ բան է դառնում, էլի, երբ որ Ridge-ը ուղղակի ասում է, ես գործակիցները կփուճուրացնեմ։ Իհարկե, soft thresholding-ը ես սիրում եմ ուղղակի շատ ավելի խորհրդանքից պետք է։ Եթե հետարքրեց խորացեք, կարաք հարցեր տակ հետո եթե լինեն, բայց հա։ Ըստ ժողովուրդ, մենք մինչև այս ինչ մոդելներ եղել տեսել ենք, եղել է ինչ որ թետա 1 գումարած թետա 2 եւ այլն, այսինքն պարամետրեր ենք ունեցել։ Ստակ, բայց կան նաեւ մոդելներ, որոնք որ պարամետրական չեն ընդհանրապես։ Այսինքն չկա ինչ որ գործակից, որով բազմապատկում ենք։ Օրինակի համար ծառը ինքը պարամետրական չի։ Ծառը ընտրում է ինչ որ կետեր, որոնցով կիսվում է աջ ու ձախ, բայց սա գործակից չեղավ, սա ուղղակի տենց ոնց որ բան։ Կտրելու համար ընտրված արժեք։ Մենք չենք կարող սա բազմապատկենք ինչ որ գործակցով։ Հիմա ընդհանուր առմամբ բոլոր տարբեր տեսակի մոդելներ ստանում են իրանք բանը։ Գործիքները ռեգուլարիզացիա անելու համար։ Օրինակ ծառերի համար հետո կանցնենք իհարկե ծառերը, բայց մի հատ ձև որ ասում ենք ծառ ուզում ենք հասարակ բանք, դա նա որ ասում ենք ծառ ջան, մենք քեզ չենք թողում, դու դառնաս շատ խորը։ Մենք երկու անգամից ավել չկիսվես։ Հետագայում ուրիշ բաներ ասենք, օրինակ նեյրոնային ցանցերի համար շատ ընդունված բան է այդ early stopping-ը, որ ասում ենք պետք չի 1000 իտերացիան լինես 300-ի վրա հերիք է օրինակ։ Ու տենց խառը տարբեր մոտեցումներ ունենք, էլի։ Հա, early stopping-ը հստակ չնշեցի։ Early stopping-ը այնա որ մոդելը նույն ձև պահում ենք, ուղղակի իրան թողում ենք run լինի, gradient descent-ի իտերացիաներ ենք անում կամ օպտիմիզացիայի ալգորիթմի իտերացիաներ ու նայում ենք train-ի ու վալիդացիայի error-ների։ Հիմնական տիպիկ բանն այն, որ վալիդացիան train-ից բարձրանում ու երկուսն է մեծ են լինում, ժամանակի հետ երկուսն են նվազում են, հետո ինչ որ պահ է դառնում, որ մոդելը արդեն լավ երկար է աշխատել, սկսում է աղմուկ սովորել։ Ու այդ պահից սկսած train-ը շարունակում է նվազել, բայց վալիդացիան սկսում է աճել։ Մենք սիրում ենք այս պահը բռնացնել ու այս պահի վրա ստոպ տալ մոդելին։ Ասենք ոնց որ օրինաչափությունը սովորեցիր, ապրես, հերիք է, պետք չի շարունակել, ուրիշ բան չկա քո համար սովորելու, այսքանը բոլ է։ Մեկ է մի հատ էլ եթե ավելի ընդհանուր իմի բերենք, ասենք որ մեծ կոեֆիցիենտները դա բարդ մոդելն է, դա չենք ուզում, եկեք բռնենք մեր empiric risk-ին ավելացնենք մի հատ էլ պարամետր, որ կախված է մոդելի պարամետրերի արժեքներից։ Այդ պարամետրերի արժեքները ընտրելը կսովորենք հաջորդ լեկցիային, բայց Ridge-ի դեպքում ուղղակի մենք անում ենք բանով, երկրորդ կարգի նորմով, Lasso-ի դեպքում անում ենք առաջի կարգի նորմով, իրանք երկուսն ունեն իրենց շատ սիրուն տեսական հիմնավորումները տարբեր ճյուղերում, մոթեմի, ու խոսացինք, որ նաև պետքա չմոռանանք, որ ուրիշ մոդելները լրիվ ուրիշ տեսակ բան, պտուտակներ ունեն, որ ասենք մի քիչ փոխես շատանա overfitting-ը մի քիչ բանանես կչանա։ Ու նաև որ կարևոր է scale անել feature-ները, դա էլ պետքա չմոռանանք։ Բայց հա, ընդհանուր մեր բանը սա էր, ռեգուլարիզացիայի թեման սա էր։ Հետագայում հիմնականում ինչ մոդել անցնենք, նաև այդ լեկցիայի մեջ սեկցիա է լինելու, ասենք բայ այդ մոդելի համար ոնց ենք անում ռեգուլարիզացիա։ Հենց որ այս թեմային շուշուտ հետ են գալու, ինքը շատ կարևոր թեմա է։ Ոնց ասում էի, overfitting-ը ու տենց normal train to split-ը շատ կարևոր է, որտեղ առանց դրա կարանք լիքը սխալ բաների գանք։ Հիմա արդեն ոնց որ սա էլ եղավ մեր գործիքը, որ եթե սխալ խնդիրների մեջ ենք, այդ խնդիրները ոնց լուծենք, դրա համար սա իրոք են լավ կարևոր դասերից է մեր հետագամ։ Դե ժողովուրդ, գնանք դասամիջոց ու դասամիջոցից հետո կնայենք այդ հիպերպարամետրերի ընտրության հարցին։ Ինքը գաղափարական մակարդակով շատ ավելի հասարակ է լինելու, քան այս մեր դասը։
Այստեղ ուղղակի մի քիչ պետքա բանանեմ, ոնց որ մեղքս ընդունեմ, որ չեմ դիմացել, ինձ շատ է դուր գալիս էլի, որ տարբեր ճյուղերից միանում է ինչ որ բաներ, բայց հավանաբար այս փուլի համար դասընթացի մի քիչ պերեբոր էր, բայց ոչինչ, մեկա չեմ փոշմանում, ուզում ասեմ, եթե ամեն ինչ տենց միանգամից չեք հասկացել, օքեյ է, ես էլ տենց իտերատիվ եմ եկել սենց բաները հասկանալուն, հələ բաներ կա, որ մինչև հիմա էլ նես չի լավ հասկանում եմ, ոնց որ եթե ինչ որ բաներ չեք հասկանում, կամ հարցրեք, կամ ավելի նախնական, եթե չեք նայել համապատասխան դասերը, ուղղակի նայեք, որ եթե մապը չգիտեք ինչա, այդ որ Լաբլասի prior ենք ընտրում, ավտոմատ անհասկանալի արտահայտություն է դառնալու, էլի։ Բայց սուպեր բարձր պրիորիտետ չի սա, էլի, ուղղակի հետաքրքրություն բավարարելու համար ավելի շուտ, էլի, այս պայդրությամբ։ Դե լավ։ Մինչև 3-ը հաշվեմ, եթե հարց չլինի, գնանք դասամիջաց։ 1 2 3 Դե լավ ժողովուրդ, դե անց կեսա, եկեք անց 40 վերադառնանք շարունակենք։ Առայժմ